Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, որովհետև այլընտրանք չկա, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։ Միրզոյանի կարծիքով, եթե կա խաղաղության օրակարգ, բանակցություններին այլընտրանք չի կարող լինել։ Բայց Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը այլ պատկերացում ունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։ Չի ուզում քննարկել այդ հարցը, քանի դեռ Հայաստանը մի քանի պահանջներ չի կատարել։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի միջնորդությունը կարող է օգտակար լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, բայց ըստ էության բացառել է, թե Թուրքիան կարող է ուղղակի միջնորդ լինել, որովհետև երկկողմ բանակցությունները ըստ Միրզոյանի արդյունավետ են եղել բանակցային պատմության ընթացքում։ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցությունները ամենահաջողն են եղել։ Ուստի հնարավոր է բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք, երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Այսինքն տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք, ուստի հավանաբար մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ, բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար նաև եւս մի քանիսը կարող են դրական ներդրում ունենալ, ուստի ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։ Այս րոպեներին Թբիլիսիում տեղի ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Հայկական կողմը բանակցություններին ներկայացնում է Վահան Կոստանյանը, Վրաստանը Լաշա Դարսալյան, Ադրբեջանը Էլնուր Մամեդովը։ Այդ մասին իմանում ենք վրացական լրատվամիջոցներից։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր նախատեսված հանդիպման մասին, չմանրամասնելով, թե Արարատ Միրզոյանի որ տեղակալն է Վրաստան գնում։ Միայն նշված էր, որ հանդիպումը նվիրված է տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին։ Հիշեցնեմ 4 օր առաջ Անտալիայում տարածաշրջանային համագործակցության թեմայով պանելային քննարկման էին մասնակցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, որից հետո հայտարարել էին, որ պատրաստ են շարունակել երկխոսությունը։